Մինչև 10 րոպե, պարոն Կատվալյան։ Հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի ավականու անդամներ, ձեզ եմ ներկայացնում Երևանի աղբանություն և Սարմաքրում համայնքային հիմնարկում հաստիկային փոփոխություններ և ավելացումներ կատարելու նախագիծը։ Ինչպես բոլորդ գիտեք, օրեր առաջ համայնքային հիմնարկը ունի տեխնիկայի նոր համալրում, ստացել ենք 12 նոր գերխեր տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներ, հիմնական փոփոխությունը ուղղված է այդ մեքենաների համապատասխան 12 թվականակով վարորդների հաստիկացուցակի ընդունմանը, ինչպես նաև որոշակի ներքին փոփոխություններ են իրականացվել։ Այս հաստիկացուցակի փոփոխման արդյունքում համայնքային հիմնարկի ծախսը կավելանա 58 միլիոն դրամով։ Այսքանը թերևս։ Հարցերի համար գրանցում։ Յոթ հարց, Վահան Ավագյան։ Պարոն Կատվալյան, ես հանձնաժողովի ժամանակ էլ ձեզ ասեցի, որ մենք դեմ ենք, հիմա ուզում եմ նաև ասեմ, ինչի համար ենք դեմ, ինչի բացասական եզրակացություն ստացավ, եւ մենք փորձեցինք ձեզ ուղղորդել այդ հարցի լուծումով, որ մենք չենք ցանկանում, որ Երևան քաղաքի աշխատողները գիշերները չքնեն ու առանց սմենի աշխատեն։ Մենք ձեզ հորդորեցինք, որ 12 մեքենայի համար առնվազն հաստիկները բերեք 18 հաստիկ լինի, որ մարդիկ կարողանան գիշերները 2 գիշեր աշխատեն, մի գիշեր գոնե տանը քնեն։ Դուք դրա մասին չեք զեկուցում, հիմա ասում եք, այս ինչքան մեքենա ենք առել, այս թվի չափով էլ բյուջեն ավելանում է։ Հիմա ես առաջարկում եմ ու բոլորին եմ ասում, դեմ քվեարկեք, թող այս հարցը գնա, մի հատ վերամշակեք, մյուս նիստին բերեք։ Սա շատ վատ, ոչ մարդկային հարց է, չթողելով մարդկանց գիշերները քնեն։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Կատվալյան։ Պարոն Ավագյան, առնվազն ձեր հետ համաձայն չեմ, որովհետև օրենքով սահմանված շաբաթական աշխատելաժամանակը մեր կողմից պահվում է։ Հաջորդը, եթե մենք իրականացնենք նման փոփոխություն, այդ դեպքում ամբողջ մեր գիշերային հերթափոխի վարորդների քանակը պետք է ըստ էության ավելացնենք, որովհետև սա առաջին անգամը չէ, որ մեր վարորդներն աշխատում են գիշերը։ Մենք մինչ այդ ունենք նաև այս պայն աշխատացնում ենք 8 փոշեկուլ մեքենաներ, 30 ջրցան մեքենաներ։ Այսինքն, եթե շարժվենք ձեր տրամաբանությամբ, պետք է այդ ամբողջ մեքենաների թվականակը 1.5 անգամ, հաստիկների թվականակը 1.5 անգամ ավելացնենք։ Այսինքն, չենք կարող մենք տարբերակված մոտեցում ցուցաբերել։ Մի դեպքում այս նոր ձեռքբերված գերխերների համար 12 ավտոյի համար ընդունենք 18, իսկ մյուս դեպքում նախկին ձեռքբերված ավտոմեքենաները, որոնք դեռևս 2019 թվականից աշխատում են, այդ մասով թողենք նույնը։ Արձագանք։ Ճիշտ ասած շատ վատ է, որ դուք եկել եք ու շարունակում եք նախկինների կողմից դրված սենց ձևը, հիմա էլ արդարանում եք, թե իբր գիտեք, սաղաղ աշխատողները տանջվում են։ Ես ձեզ այն անգամ էլ ասեցի, գերիներ են դրանք, թե հայեր են։ Ուրեմն փոխեք, ռեֆորմ արեք, նենց արեք, որ մարդիկ կարողանան հանգստանան ու էֆեկտիվ աշխատեն։ Իմ ասածած դա էր։ Ուրեմն կմոտիկանանք այդ հարցին ավելի գլոբալ։ Պարոն Ավագյան, գերիներ հասկացողության մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք շարժվում ենք հստակ օրենքով, աշխատանքային օրենսգրքով, որևէ խախտում չունենք այդ մասով, 2019 թվականի հիմնարկի հիմնադրման օրվանից մինչև այսօր մարդիկ աշխատում են այդ գրաֆիկով։ Եթե նման առաջարկ ունեիք դուք, եկեք գլոբալ ամբողջ համայնքային հիմնարկի հաստիկացուցակի փոփոխման առաջարկներ կազմեք, որտեղ ձեր առաջարկը այս պայն ընդհանրապես այդ մասով վերանայեք, սխալ է ու միաժամանակ նաև ներկայացրեք ամբողջ ֆինանսական բեռը, մենք կարում ենք այդ ամբողջ ֆինանսական բեռի տակ մտնել, որտեղ ինքը ենթադրում է բավականին մեծ ծախս ավելացնել։ Գրիգոր Իսկանդարյան։ Դե պարոն Ավագյանը սկսեց 18 մարդու աշխատանքի ընդունելուց, հանձնաժողովի նիստի ժամանակ այդ 18 թիվը հնչեցվեց, այո, որ 18 մարդ գոնե 18 մարդ
ընդունվի աշխատանքի, եթե դուք մտածում եք, որ եկեք իրար ճիշտ հասկանանք, էլի Պատրոն Կատվալյան, դուք չի պիտի մեզ ասեք, մենք ֆինանսական բեռը գնանք, հաշվենք եւ այլն եւ այլն։ Դա դուք պետք է հաշվեք, գումարները հասկանաք, դուք մասամբ ֆինանսական վարչությունը, մասամբ չգիտեմ, այլ վարչություն։ Երբ որ դուք ավականու անդամին ասում եք, մի հատ հաշվեք ֆինանսական բեռը բերեք հասկանանք, ոչ, դուք քաղաքապետարանի աշխատակիցներով ֆինանսական բեռը կհաշվեք, կբերեք, կներկայացնեք, ըստ դրա արդեն ավականին կորոշի։ Այդ ֆինանսական բեռի տակ իմաստ կա մտնել, թե իմաստ չկա մտնել մեկ։ Երկրորդը, ինչը վերաբերվում է ձեռք բերված մեքենաներին, տեսեք, եկեք շատ կարճ ներկայացրեցիք, ենթադրում եմ դուք չէիք մտածում, որ այս հարցը զեկուցվող ալնելու։ Նայեք, մի հատ էլ հարց կար, որ դուք էլի հանձնաժողովի նիստին ներկա էիք, որ 2.5 միլիոն դոլար ինչ-որ հատուկ հաշվից վճարվում է, ինչ-որ, չգիտեմ, արդեն ոնց հասկացանք, ոչ բարի համբավ ունեցող կազմակերպության, որը որ պետքա շինարարությամբ զբաղվի։ Հիմա տեսեք ինչա, այդ հատուկ հաշվից միգուցե դուք էլ կարող եք օգտվել, ձեր հողակը նկատի ունեմ։ Այսինքն, երբ որ դուք մեզնից պահանջում եք, դուք հաշվեք, բերեք, չէ, եկեք տես չանենք, եկեք դուք հաշվեք, ասեք ժողովուրդ ջան, որպեսի մեր աշխատողները գիշերները գոնե 1:1 իրանց տանը քնեն, մեզ պետք է այս հաստիքի ավելացում։ Պատասխանեք, ես արձագանքի ժամանակ կշարունակեմ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ նախագիծ բերելու իրավունք ունի ոչ միայն օրենսդիր մարմինը, այլ նաև գործադիր մարմինը, ոչ միայն գործադիր մարմինը, այլ նաև օրենսդիր մարմինը։ Այնպես որ եթե նման առաջարկ ունեք, մեր առաջարկը սա է, դուք կարող եք ձեր առաջարկը ներկայացրեք։ Մեր ներկայացրած առաջարկը սա է, Ժորժը։ Բայց ամեն դեպքում դուք կարող եք հաշվարկ անել։ Կարող ենք հաշվարկ անել, պարոն քաղաքապետ, խնդիր չկա այս մասը։ Արձագանք։ Տեսեք, ես գիտեմ իմ իրավունքներն են, պարտականություններն են, շնորհակալություն, որ հիշացնում եք, որ ես կամ ու նախագիծի դեպ ես ներկայացրել եմ, դրա մասին էլ կարծում եմ կլսեք, մեկը ընդդիմության բերած նախագծերը սովորաբար ոչ հրատապության կարգով է գալիս, ոչ էլի, երևի ենթադրվում է, էլի մի 4 ամիս պետք է սպասենք, մինչև մեր բերած նախագծերը կան տեղ հասնեն, էլի, ոնց որ մեր մեքենաները գազով են, դանդաղ են գալիս։ Հիմա նայեք ինչն է, տեսեք, որպեսզի մենք կարողանանք ֆինանսական բեռ հաշվել, նույնը նաև տրանսպորտի հետ կապված, նույնը նաև մնացած ցանկացած բանի հետ կապված, մենք պիտի տիրապետենք թվերին։ Երբ որ մենք ձեզ հարցում ենք անում երկու տարբեր հարցումների, սովորաբար, անձամբ ձեզ չեմ ասում, լինում են տարբեր պատասխաններ։ Դրանց հիման վրա, որ մենք հաշվարկ անենք, դուք ասելու եք սխալ է, հետևաբար ճիշտ կլինի, դուք կազմեք, դուք հաշվեք, դուք էլ բերեք ներկայացնեք, որ մենք էլ ասենք, այ շատ լավ աշխատում պարոն Կատվալյանը, ուզում է մարդիկ, որպեսզի նորմալ մարդավարի պայմաններում աշխատեն։ Այդքան մի բան։ Ու նշեք նաև, որ տեխնիկաները, դա կենտրոնական փողոցներ, Մեսրոպ Պաշտոց եւ այլն, որտեղ կան կամիր գծեր ու կայանված մեքենաներ, այնտեղ չեն մաքրելու։ Խնդրեմ։ Ուզում եմ ասեմ, որ այդ հաշվարկը, եթե նույնիսկ շատ մենք ուզենք, չենք կարող սխալ ներկայացնել, որովհետև կա հաստիքացուցակ, կա հաստիքացուցակի համապատասխան աշխատավարձ, այնպես որ բարդ մաթեմատիկա ու թվաբանություն չկա։ Իսկ տեխնիկաների մասով բնականաբար փոշեկուլ մեքենաները չեն կարող աշխատել այն հատվածում, որտեղ ավտոմեքենաներ են կայանած, այդ պարզ ճշմարտություն է։ Այսրոպ Մանուկյան։ Իմ հարցը նիստը վարողին է, առաջի հարցը, այս օրակարգում կային բազում հարցեր, որոնք հանձնաժողովում բացասական կարծիք էին ստացել, քան որ միջ այստեղ չեք, որ հարցը ուղղեի ձեզ, որոնց թվում շինթույլտվությունների, այսինքն հետագայում շինթույլտվությունների կյանքի կոչվելու ծրագրեր են։ Հիմա ուզում եմ հասկանամ, հանձնաժողովի նիստերն էլ են սկսել ձևական բնույթ կրել, այսինքն թեկուզ բացասական լինի, թեկուզ դրական լինի, պետք է անցկացնենք ու վերջ։ Ձեր դիրքորոշումը, որովհետև սա առաջի անգամ է ու նախադեպ ու հիմք եք դնում, որ սրանից հետո հանձնաժողովի նիստերը ինչ ուզում է խոսեն, վերջում ստեղ դրական կարծում պետք է ստանան։ Այդ հարցին պատասխանեք, արձագանքի ժամանակ զեկուցողին հարց ունեմ։
Շատ լավ, պարոն Մանուկյան, իրական նախադեպ չի ստեղծում, նման նախադեպեր եղել են նախկինում էլ, երբ որ բացական հանձնաժողովի բացական եզրակացությամբ Երևան քաղաքապետարանի հավաքանին որոշում է կայացրել, տվյալ նախագիծը ընդունել է եւ այդտեղ որևէ նախադեպի խնդիր չկա։ Այսինքն եթե հավաքանին կհամարի հիմնավոր բացասական կարծիքը հանձնաժողովի, դա չի ընդունվի։ Եթե կհամարի ոչ հիմնավոր այդ նախագծերը կընդունվեն։ Արձագանք Արձագանք եմ ձեր պատասխանին, քանի որ այստեղ էլ այդ հարցերը լինում են չզեկուցվող, հետևաբար հարցի տրամաբանությունը, որ ընդեղից եկել է բացասական ստեղել չզեկուցվողով դակվում գնում է, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Պարոն Կատվալյան, իմ հարցը հետևյալն է, այդ աշխատողներին, որ ասում եք 300,000 դրամ, ճիշտ եմ թիվը ասում Մաքուր, այո։ Այսինքն դա 407,000 դրամ ֆիքսված է, մաքուրը 407,000 դրամ հաստիկով իրենց դրույքաչափն է եւ իրանք վճարվելու են գիշերվա աշխատելու համար միայն այդ գումարը։ Այս մեքենաները նախատեսված են բացառապես գիշերը օգտագործելու համար, այսինքն մենք հաշվի Չէ, գիշեր ցերեկը չեմ հարցնում, նա հարցս նորից ճշգրտեմ, որպեսզի իմ հարցին պատասխանեք։ Ասում այդ մարդկանց աշխատավարձի չափը սահմանվել է 400 քանի հազար դրամ դրույքաչափ եւ այդ մարդիկ ստանալու են մենակ իրենց դրույքաչափով սահմանված գումարը եւ վերջ ավել աշխատելու դեպքում կստանան հավելյալ լրավիճակ։ Գիշերային աշխատելու համար իմ հարցերը հստակ պատասխանեք, որովհետև ինքը իրավական գնահատական է ստանալու։ Դրա համար ուզում հստակ աշխատանքի ընդունվող վարորդը գիտի, որ ինքը ընդունվում է գիշերային աշխատանքի։ Այո։ Եվ այս մեքենաները օգտագործվելու են բացառապես գիշերը։ Հաշվի առնելով նաև որոշ դեպքերում, որ աշխատելաժամանակը ավելի պակաս ժամանակով է աշխատելու, այսինքն ոչ թե օրինակ 8 ժամ է աշխատելու, 7 ժամ, այլ որոշ դեպքերում նաև 4-5 ժամ է աշխատելու տեխնիկան, դրա կարիքը ըստ էության չկա։ Շնորհակալություն, Արամ Թորոսյան։ Պարոն Կատվալյան, կասեք, խնդրեմ նախ որ ժամերին է լինելու այս հաստիկացուցակով նախատեսված, հա, հաստիկացուցակներով հավելացված 12 վարորդի աշխատանքի ժամերը, այդ լուֆտը ժամերի, ուրեմն մնացած աշխատակիցների գիշերային սմենայի մասին է խոսքը, աշխատակիցների այդ ժամային բանը, լուֆտը, հա, այսինքն ժամերը, եւ հավաքարարների, մի հատ հասկանանք, այդ ոնց են մարդիկ աշխատում, էլ գիշերը ինչ սմենայով են աշխատում տարբեր գործանող մարդիկ։ Նայեք, հիմնական տեխնիկաները, փոշեկուլ տեխնիկաները, ջրցան տեխնիկաները աշխատում են 12-ից հետո մինչև լուսաբաց, 6-7-ը։ Կախված, այսինքն ինտենսիվության նվազումից երթևեկության նոր աշխատանքների դուրս են գալիս այս սպեց տեխնիկաները, այսպես ասած։ Աղբանության մեքենաները դուրս են գալիս երեկոյան 8:30-ից սկսած, 8-ից 8:30-ից սկսած կախված վարչական շրջանից։ Այսինքն աղբանության մեքենաները ավելի շուտ են դուրս գալիս, քան ուրեմն սանմաքրման մեքենաները։ Ինչ վերաբերում է հավաքարներին, այստեղ էլ որոշակի կախված վարչական շրջաններից մենք ունենք ժամը 10-ից մեկնարկ մինչև լուսաբաց։ Այսինքն կան վարչական շրջաններ, որ վարչական շրջան կա 10-ին է սկսում, վարչական շրջան կա 11-ին է սկսում, այսպես կպահելով աշխատելաժամանակը։ Արձագանք Ես հույս ունեմ գիշերը ուշ, որ հավաքարարները գալիս են, իրանք տրանսպորտով ապահովում ենք, որ իրանք հասնեն աշխատանքի վայր, թե իրանք իրենց մանով են գալիս։ Մենք ունենք այսօր երկու մեքենա, գազել տեսակի մեքենա, որոնցով Երևան քաղաքից դուրս աշխատող մեր հավաքարներին տեղափոխում ենք, աշխատում են, այնուհետև հետ ենք տեղափոխում։ Մնացածի մասով համապատասխան միջոցներ առկա չեն։ Այսինքն երկու գազել ունենք, երկուսն էլ ամբողջությամբ, օրինակ Չարենցավանի մեր աշխատակիցներին տեղափոխում ենք։ Ես ինչի եմ ես։ Պարոն Թորոսյան։ Կարամ։ Հա, այդ ոնց որ հարց դարավ, իսկ կարամ, ապա Խնդրեմ։ Մենք ուղղակի տեղյակ չենք, այսինքն մեր համար նորություն է եւ դա կարծում եմ այս ներքին հարցեր էլի, նման հարցեր մի քիչ ավելի ընդլայնված է պետք ներկայացնել թե հանրությանը, կարծում եմ ու նախապես եւ թե հավաքանու անդամներին,
Եթե վերջի ոնց որ արձագանք հարցի, խնդրում կարճ պատասխանեք, իրենք աշխատակիցների հետ կապված դուք բողոքների իրենց գիշերային ժամի մասով առնչվում եք, թե ոչ։ Որպես այդպիսին բողոքներ չկան, որովհետև հաշվի առնելով նաև օրինակ անցած տարվանից մենք անցած տարի դեկտեմբերից աշխատակիցների պայմաններն էապես բարելավել են նաև համազգեստներ ունեն այս բանին նաև աշխատակիցների համար սահմանված վայրերի պայմանների բարելավում է տեղ ունենում որ կարողանան զգեստափոխվեն եւ այլն այսինքն բողոք ըստ էության չունեն նաև նշեմ որ աշխատակիցներից որոշները գիշերային աշխատանքից հետո գնում են տուն հանգստանում են եւ ցերեկը եւս աշխատանք են իրականացնում դրա մասով որևէ խնդիր չկա ինչպես որ ես գիտեմ էլի Մանուկ Սուքյասյան Ինձ հետաքրքրում է այդ շատ չարչրկված, շատ սպասված նոր աղբավայրի, նոր տեխնոլոգիաներով աղբի վերանշակման, այդ գործընթացը ուր է հասել, ինչ հորիզոնում, ինչ հեռանկարներ են նշմարվում եւ երբ վերջապես այդ հակաէկոլոգիական վիճակը Նուբարաշենում կարելի է համարել, որ մոտ է վերջանալու։ Ես պատասխանեմ պարոն Սուքյասյան ունենք 3 ուղղությամբ ծրագրեր, մեկը համաշխարհային բանկի հետ է ծրագիրը եւ եւս մի հրավեր ստացել ենք Սոֆիայում մասնակցելու այնտեղ անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է հենց կոնկրետ աղբի վերամշակման թեմային եւ մասնավորապես ունենք World Bank-ից առաջարկ ծրագիր իրականացնելու։ Ունենք երկրորդ ծրագիրը, որը որ վզեպի հետ է որոշակի աշխատանքներ նախկինում տարվել շատ երկար ժամանակ, մի 10 տարուց ավել եւ մենք այդ ծրագիրը չեղարկեցինք, որովհետեւ հասկացանք, որ հեռանկար չունի, որովհետեւ տրամաբանությունը ի սկզբանե սխալ էր դրված այդ ծրագրում։ Եվ ունենք երրորդ տարբերակը, որը անկեղծ ասած ամենահավանականն եմ համարում, երբ փուլ մրցույթի տրամաբանությամբ քաղաքապետարան մասնավոր միջազգային որևէ գործընկերության տրամաբանությամբ իրականացվելիք ծրագիր, որը իր մեջ կներառի աղբավայրի փակումը եւ նոր վերամշակման կայանի կառուցումը, ամենահավանական տարբերակը երրորդն է։ Չնայած մենք դեռևս վերջնական պատասխան մեր մյուս գործընկերներին չենք տվել, ոչ վզեբին, ոչ համաշխարհային բանկին, բայց ընդհանուր առմամբ հավաքագրել ենք փաթեթներ առաջարկների, որոնց հիման վրա պատրաստել ենք երկփուլ մրցույթ, եւ Տիկին Հայկազյանը, եթե ավելացնելու բան ունի այս փուլում, կխնդրեմ ավելացնի։ Չէ, պարոն քաղաքապետ, կարծես ամբողջությամբ ներկայացրեցիք, այս պահին ծիգի կողմից ամփոփվում է այդ երկփուլ մրցույթի տեղ առաջադրանքը եւ նաեւ սպասում ենք վերջնական ուրեմն դիրքորոշում եւ քննարկում լավագույն առաջարկի մեր միջազգային գործընկերների կողմից ֆինանսական ուրեմն հատկացման մասով։ Արձագանք այդուհանդերձ ժամկետների մասով ոչինչ չհնչեց, ակնկալում է, որ ինչ-որ թեկուզ է մոտավոր ինչ-որ ժամկետներ նշվեն, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ պատկերացում կազմել եւ օգտվելով պատահությունից, քանի որ շատ մերձավոր թեմայի մասին է խոսքը, շուրջ 1 տարի առաջ եմ այդ հարցը բարձրացրել, վերաբերում է կեղտաջրերի մաքրման այդ կայանին, որը էլի վեոլաջուր կառավարություն տիրույթում է, արդյոք նորություն ունենք, թե ոչ։ Երկրորդի մասով բան ասել չեմ կարող, ժամկետների մասով իրատեսական ժամկետներ են մոտավորապես 4-5 տարին ծրագրի իրականացման համար։ Մանուկ Սուքյասյան, Արշակ Սարգսյան։ Պարոն Ավինյան, հարցս ձեզ եմ ես ուղղում։ Ձեր եւ կառավարության ձեր գործընկերների հետ վերջերս կարող է ինչ-որ խնդիրներ է եղել, հարց ինչու եմ սա մեջ բերում, հանի որ տեսեք աղբահանության հետ կապված որոշ վարչական շրջաններում աղբի տարաներ կան, որ շենքից շատ մոտ են գտնվում, որը հակասում է կառավարության որոշումներից մեկին,
Իմ հիշելով 18 մետր էր, պարոն Կատվալյանը կհուշի, ընթացքում քանի մետր հեռավորություն պետք է ունենա, որը չի համապատասխանում, ինչու մինչ այս պահը ձեր գործընկերներին կառավարության չեք դիմել, որ այդ հարցերը լուծվի, եւ երկրորդ ներկայացրեք էլ ինչ աղբամաններ, մեքենաներ, ինչ է պետք, աշխատողների քանակ, ընդհանուր առմամբ ներկայացրեք այն ամենը, ինչ պետք է ունենա քաղաքապետարանը, որ անթերի աղբարանություն ունենանք Երևանում։ Պարոն Սարգսյան, նշեմ, որ ձեր նշած հարցի վերաբերյալ մենք առաջարկ ենք ուղարկել, որոշակի հիմա պետք է վերախմբավարենք նորից ուղարկենք, որովհետև սահմանված նորմատիվը 15 մետր նվազագույն եւ առավելագույնը 100 մետր հեռավորությամբ այդ նորմատիվը փաստացի իրականության մեջ չի գործում, որովհետև նույն կենտրոնում, մենք չենք կարող աղբամանը փողոցի վրա այնպես տեղադրել, որ որևէ շենքից 15 մետր հեռավորությունը պահպանենք։ Ու այս մասով մենք այո խնդիր ունենք, որովհետև ցանկացած հիմա տենդենս կա որոշակիորեն, ցանկացած տնտեսվարող կամ բնակելի տան բնակիչ ասում են դռան դեմից հեռացրեք, ու այդտեղ մենք համայնքային հիմնարկը որոշակի խնդրի առաջ է կանգնում, բայց մյուս կողմից մենք բախվում ենք սանիտարական նորմերի պահանջի հետ, միջազգային ընդունված սանիտարական նորմերի պահանջի հետ։ Դրա մասով այս պահով մենք պետք է քննարկում ունենանք առողջապահության նախարարության եւ առողջապահության տեսչական մարմնի հետ, ըստ էության, որ փորձենք ընդհանուր համալիր լուծում գտնել։ Ինչ վերաբերում է տեխնիկային, մենք այս տարի հայտարարել ենք Կոմունալ վարչության կողմից հայտարարվել է 15 նոր ավտոմեքենայի ձեռքբերման մրցույթ, արդեն պայմանագիրը կնքման փուլում է, մատակարարվելու է 15 խորանարդ մետր տարողությամբ հովո մակնիշի մեքենաներ։ Ինչպես նաև ներդրվում է, ինչպես երկուշաբթի օրը ներկայացվեց, աղբահանության ընդհանուր աշխատանքների կազմակերպման համար նոր GIS համակարգում արդեն մենք տեսնելու ենք աղբահանության ամբողջ պատկերը Երևանում եւ ավելի կառավարելի է դառնալու աղբահանության աշխատանքները։ Արձագանք